Այնուամենայնիվ այնպես է ստացվել, որ դուք այսօր ընդդիմության լիդերն եք, այդ լիդերությունը ձեզ է պատկանում, ընդ որում ամենամեծ ռիսկերը դուք եք կրում, ամենամեծ պատասխանատվությունը դուք եք կրում եւ ամենամեծ ակնկալիքները ձեզանից է այսօր։ Իհարկե հասկանալի է, որ բարդ վիճակ է, քայլերի, անելիքների ինչ որ սահմանափակվածություն կա, մանավանդ երբ որ դիմացի կողմը չունի օրենքի կամ որևէ կարմիր գիծ, որևէ սահմանափակում ինքը ամեն ինչի պատրաստ է, այս առումով ես համաձայն չեմ, որ դուք ասում եք մի ձև կար մեզ հաղթելու, մի ձև չկար։ Ինքը 100 ձև ուներ եւ դուք ասում եք մենք ունենք A պլան, B պլան, G պլան, բայց իրականում Նիկոլն ուներ A պլան, B պլան, G պլան եւ եթե նույնիսկ շատ փոքր ձայներ տաներ, ինքը ուղղակի չեղարկելու էր ընտրությունները, հայտարարելու էր իրեն ընտրված։ Այնպես որ այդ պատրանքներ չունենանք, հա, դիմացը կանգնած է շատ խորամանկ, քրեական մեթոդները չարաշահող, բոլոր հնարավոր ճանապարհները օգտագործող մի հատ իշխանություն, որը երբեք չի հրաժարվելու իր ունեցածից։ Հիմա բայց ժողովուրդը, հասարակությունը, գոնե ես ասում եմ հասարակության որակյալ հատվածը մեծ ակնկալիքներ ունի, մասնավորապես ձեզանից։ Այսօր դուք հայտնվել եք այն վիճակում, ինչ որ 21 թվին Ռոբերտ Քոչարյանն էր, որը ընդդիմության լիդերներ են ժամանակ, մարդիկ սպասում են, որ դուք պիտի քայլեր անեք, արագ պիտի անեք այդ քայլերը, վճռական պիտի լինեք այդ քայլերի մեջ, պիտի մոբիլիզացնեք բոլոր հնարավոր ուժերը, անսպասելի բաներ պիտի մտածեք եւ ի վերջո պիտի արդարացնեք հասարակության սպասելիքները, որովհետեւ եթե մի քիչ էլ հապաղեք, մի քիչ էլ sense դանդաղ երկար մտածեք, գցեք բռնեք, հաշվեք ձեր քայլերը, պարզա որ այդ հասարակությունը գոնե այդ հատվածը հիասթափվելու է, հոգնելու է, արտագաղթելու է, մտնելու է իր խխունջի մեջ, արդեն այլևս չի հավատալու ոչ մի բանի եւ շատ ավելի հեշտանալու է այս իշխանության գործը։ Հիմա այս ընթացքում ձեր ուժի ներկայացուցիչները մի քանի հայտարարություններ արեցին, մասնավորապես փողոցային պայքարի հետ կապված, որը շատ կարծում եմ ցավոտ ընդունվեց եւ բավականին աղմուկ բարձրացրեց, որ եթե դուրս գանք փողոցային պայքարի զոհեր կլինեն եւ այլն։ Հիմա մարդիկ ավելի շատ ձեզնից ակնկալում են այդպիսի քայլեր, հա, փողոցային պայքար, վճռականություն, ակտիվ քայլեր եւ այլն։ Դուք ընդհանրապես ասում եք դեռ ինչ որ բանկ ստեղծենք խորհուրդ, կմտածենք, կդիմենք սահմանադրական դատարան եւ այլն։ Այս քայլերը չի բավարարում հասարակությանը։ Դժգոհ են մարդիկ, ասում են ինչ ակտիվ քայլեր ունեք անելու, որը կարա բավարարի մեզ։ Ինչու հենց առաջի օրվանից փողոցը չլցվեց։ Ավելին ասեմ, ինչու մինչև ընտրությունները փողոցը չլցվեց, չօգտագործեցիք այդ հանրահավաքային ալիք չարեցիք, մթնոլորտը երկրում չփոխվեց, այնպիսի պասիվ վիճակով գնացինք հանգիստ ընտրության, հույս ունենալով, որ քվեախցիկում մարդը ի օգուտ ընդդիմության որոշում կայացնելու։ Հիմա կա այդ պահանջը եւ շատ կարծում եմ կարճ ժամանակը։ Ունեք այդ պլան B, G, D։ Մի քիչ դրա մասին խոսեք։ Եթե դուք հիշում եք իմ բոլոր հարցազրույցները, ես ասել եմ ինձ համար կարևոր է լինելու Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները եւ ձևավորում է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը որ ինքը այսօր արեց, մենք դրա դեմ պայքարելու ենք։ Ես այդքա բան եմ ասել, քանի որ ես վստահ եմ եղել, իրոք անկեղծ վստահ եմ եղել մեր հաղթանակի մեջ, մեր բացարձակ հաղթանակի մեջ։ Վերագնահատել եք թշնամուն։ Հիմա կարող ենք ամեն ինչ ասել, ամեն ձև բնութագրել, բայց մենք դրա համար արել ենք ամեն ինչ։ Մենք մեր հարցումներով տեսել ենք դա։ Ես ընդհանուր բառեր ոչ մի անգամ չեմ օգտագործել եւ ընդհանրապես չեմ օգտագործում։ Մենք տեսել ենք այդ հաղթանակը, վատագույն դեպքում երկու ուժի հաղթանակը մենք տեսել ենք։ Բայց հաղթանակը գողացան, նորից եմ ասում, խախտումներով, 3 փուլով նրանք ապօրինություններ արեցին։ Նախընտրական փուլում, ու չեմ ուզում կրկնվեմ, բացատրեցի, արեցին ապօրինություններ։ Հաշվարկի ժամանակ արեցին ապօրինություններ։ Հասկանում եք, մենք գործ ունենք բոլոր դեպքերում պետության հետ։ Մենք ոչ մի բան չարած ապօրինություն։ Մեր թիմակիցները, նորից եմ ասում, կալանավայրերում են, հարյուրներով։ Եթե մենք
թույլ տային գոնե մեկ ապօրինություն, դուք վստահ եղեք, ոչ միայն մեր ուժը, բոլոր ընդդիմադիր ուժերը այսօր կգտնվեին ղեկավարների հետ միասին կալանավայրերում։ Ոչ մի բան չի կատարվել։ Մենք տեսել ենք Վրաստանում 3 ամիս 200,000 մարդ լցված փողոցները միջազգային բոլոր կառույցներու եվրոպական միության բացարձակ աջակցության ոչ մի բան չկարողացան փոխեին։ Եթե մենք հիմա սկսենք փոքր միջոցառում, մենք ամեն օր դուք տեսնում եք, խնդիր չունենք։ Մենք աջակիցներ ունենք բոլոր դեպքերում։ Դուք տեսաք 340,000, չնայած դրանք հաստատ ավելի շատ էին, բայց ինչը որ ցույց տվեցին 340,000 մեր աջակիցները ունենք։ Ունեն իրենց աջակիցները Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանը, վերջը չհանեցին կապ չունի, 60,000 մարդ ընտրել է Բարգավաճ Հայաստանի օգտին։ Այսինքն այդ ուժը կա, այդ ուժը պետք է գեներացնել ճիշտ ժամանակին։ Եթե մենք հիմա փոքր ծեր ասած, այսօր ենք հանում, ինչքան 10-20,000 մարդ, հանում ենք 30,000 մարդ, այն որ ասում են պարը թողում ենք, պարը, լիցկա թափում ենք ամեն ինչը, հետագայում անհնար է լինելու հասնել հաջողության։ Միգուցե այ հիմա մենք ունենք այդ պլան B-ն, որի մասին դուք ասում եք, դրա համար հիմա կշարժվենք պլան B-ով, կհամախմբենք ընդդիմությանը, ես ասեցի քայլերը, որ մենք անելու ենք իմ հայտարարության մեջ, բոլոր այդ քայլերը մենք անելու ենք, միգուցե ճիշտ կգնահատենք այն պահը, երբ պետք է գեներացնենք փողոց եւ հասնենք հաջողության։ Միայն հարցազրույց տալով ոչ մի հարց չի լուծվում։ Նենց մտքի գիգանտներ կան, որ նենց մտքեր են արտահայտում, կասես էսա, այս մարդուն որ լսեցի 5 րոպե հետո Փաշինյանը փախավ Կանադա։ Ես շատ փորձառու մարդ եմ, շատ լավ գիտեմ ինչպիսի քայլերով կարելի հասնել հաղթանակի։ Մենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով եւ հասնելու ենք հաղթանակի մեր ձևով։ Չի կարելի էմոցիաների տրվել, հասկանում եք, մեզ պրովոկացիայի են ենթարկում Փաշինյանը իր թիմակիցների հետ եւ իրեն աջակցող ուժերը։ Մենք հիմա ենթարկում ենք պրովոկացիայի եւ վերջանում ենք որպես քաղաքական ուժ։ Բայց մեր նպատակը դա չի, որ մենք մի օր ապացուցենք ինչքան հերոս ենք մենք, հաջորդ օրը ասենք էլ մենք կուսակցություն չունենք։ Ինչի համար։ Քայլ գնալու ենք առաջ, ամեն քայլ ճիշտ գնահատելու ենք, մեր գլխավոր նպատակը նորից եմ կրկնում։ Փաշինյանին հեռացնելն է եւ հասնել հաղթանակի։ Ինչը որ մենք կանենք, դուք կտեսնեք։ Ուղղակի պարոն Կարապետյան, մենք էլ դեժավյուի զգացում ունենք, հա, 21 թվին էս ամեն ինչը եղել է։ Մի քաղաքական ուժ ունեցել է մեծամասնություն, հայտարարել է, որ ես գնում եմ խորհրդարան, որ Նիկոլի կյանքը վերածեմ դժոխքի, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ իրանց հեռացնենք, մենք չենք սպասել, որ 5 տարի այս վիճակը շարունակվելու է։ Մանդատները վերցրեցին, գնացին մտան խորհրդարան եւ ոչինչ չարեցին։ Հիմա մենք մտավախություն ունենք, որ պատմությունը կրկնվում է։ Այդ 21 թվին ես չեմ եղել։ Դրա համար մենք խոսում ենք 25-26 թվից։ Դրա համար մենք գնալու ենք առաջ եւ կգա օրը մենք կունենանք հաջողություն եւ հաղթանակ։ Դրա համար ես չեմ ուզում համեմատենք ինչ որ թվականների հետ, ամեն մարդ իր ձևով պայքարել է, 21 թվին էլ են պայքարել, ես ձեզ բացատրեցի։ Դուք ախր ձեզ թվում է մենք պայքարում ենք Նիկոլ Փաշինյանի հետ եւ ՔՊ-ի հետ։ Չկա այդպիսի բան։ Սա մեխանիզմի դեմ ենք մենք պայքարում, ստեղծած մեխանիզմ, որը աշխատում է կոնկրետ մեր դեմ, կոնկրետ հայ ժողովրդի դեմ եւ կոնկրետ Հայաստանը կործանելու համար։ Դուք հավատացեք ինձ, այդ մեխանիզմի դեմ պայքարելը շատ դժվար է։ Շատ մեծ ջանքեր է պահանջվելու դրա համար։
Հիմա հրավիրում ենք համախմբման ընդդիմադիր ուժերին։ Դա կարող են լինել թե կուսակցությունները, թե այդ մտքի գիգանտները, թե բոլորը, ովքեր կգան ճիշտ խորհուրդ կտան, ուղիղ եթերում մեր ժողովրդին կապացուցեն, որ ճիշտ ճանապարհը սա է։ Հասկանում եք։ Դա իհարկե ամենահեշտը հիմա ասեն Քոչարյանը 21 տվին ասավ չարեց, 26 տվին Կարապետյանը ասավ չարեց, բայց մենք անելու ենք ամեն ինչ, ինչ մեր հնարավորության սահմաններում է։ Մեր նպատակը օրինական ճանապարհով հասնենք իշխանափոխության։ Դրա համար ես ասում եմ, հրավիրելու ենք, աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Այս մարդուն հաջողվել է իր խապկանքներով բոլորին տրամադրել հայ ժողովրդի դեմ։ Հասկանում եք, սա է գլխավոր խնդիրը։ Դուք տեսնում եք, բոլորը աջակցում են Թուրանի գաղափարին, բոլորը աջակցում են Սյունիքը կիսելու գաղափարը։ Չկա մի ուժ, որ ասի, ես կանգնեցնելու եմ հայ ժողովրդի տապալումը։ Այս սրան մենք պետք է հասնենք։ Թող վաղը կանգնի մի ուժ, մի երկիր, ու ասի, որ ես թույլ չեմ տալու հայ ժողովրդի տապալումը, թույլ չեմ տալու առաջի քրիստոնեական երկրի ոչնչացումը։ Մենք չենք լսում։ Դրա համար մենք գնում ենք մեր ճանապարհով, որ լսեն բոլորը մեզ, որ այս իշխանությունը վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Եվ նորից եմ ասում, մի անհանգստացեք, պայքարը շարունակվում է, գնալու ենք հաղթանակի, ուրիշ տարբերակ չունենք։